Արծվիկ Մինասյան խմբակցության անունից, Հայաստան խմբակցության անունից։ Դա, ագրեսիան ակնհայտորեն արտահայտվեց այլևս, սկսեմ վերջից, Պարոն Ալեքսանյան, այդ ձեր նշած ժամանակահատվածը հենց այն ժամանակահատվածն էր, երբ որ հենց նախագահ Քոչարյանի կառավարման սկիզբն էր համարվում, եւ այդ ժամանակահատվածից մինչև նախագահ Քոչարյանի կառավարման ժամանակահատվածի ավարտը թոշակները 5 անգամ բարձրացան։ Եվ իդեպ այդ մարդկանցից երևի որևէ մեկը սովից չի մահացել, բայց այդ ձեր կառավարման տարիներին այդ մարդկանց թոռները եւ ծոռները ոչ միայն զոհվեցին, այլ նաեւ մահացան ձեր ապիկար կառավարման հետևանքով։ Իդեպ, ուր գնաց պարոն Ալեքսանյանը, այդ թիվը 1 միլիարդ 642 միլիոն 887,983-ը գրված է հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության մեջ, Աննա Գրիգորյանը, որ բերեց այդ թիվը, 24-րդ էջ, բացեք կարտացեք։ Սա մասին է Աննա Գրիգորյանը ասում, նենց հետևողականորեն հեղափոխական sense հարցակումներ եք կազմակերպում, կարծեք թե բանը։ Իդեպ Արուսակ Ջուլակյանը ուր է։ Հա, արդեն իրեն ասել են, որ իշխանադուստր եմ ասելու իրեն։ Այսպիսով իշխանադուստր, փաստորեն դուք ձեր կարգավիճակին համապատասխան որոշել եք, թե ով իրավունք ունի խոսի կոռուպցիայի մասին։ Այո, մի հատ էլ հաստատեք։ Այո, հաստատեք։ Ու պետաիրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ եք դուք։ Շատ լավ եք իրավունքի գերակայության սկզբունքը ճանաչում։ Ու ձեզ որոշել եք վերագրեք Աստծո արդարադատության իրականացման գործառույթը։ Բրավո։ Եվ պատահական չի, ձեր հավաքական կերպարը, այդպիսին է ԿՊ-ի մեծ մասը։ Իրենց վերագրել իրավունքներ, դիմացինին մեղադրել, դատապարտել եւ վերագրել մեր կապարանոց հայտարարություններով, ինչպես քիչ առաջ նորից արեց փառահեղ մեր Ռուբեն Ռուբինյանը, փառահեղ մտքեր արտահայտելով։ Իդեպ, քաղաքական հետապնդումների մասով ոչ միայն պարոն Նահապետյան, ձեր եւ մյուս իրավապահ մարմինների գործողությունների հետևանքով է, որ քաղաքական հետապնդումները այսպես առարկայական են դարձել։ Նաեւ այն դրսևորումներով, որ չի արտահայտվում իրավապահ համակարգում, աշխատանքից մարդկանց ազատելու իրենց քաղաքական հայացքների համար։ Իրենց քաղաքական հայացքների համար եւ ոչ միայն իրենք կարող են նույնիսկ իշխանական հայացքներ ունենան, բայց քանի որ իրենց ծնողը, բարեկամը, հարազատը այլ քաղաքական հայացքներ ունի, այդ մարդուն ազատում եք աշխատանքից։ Ազատում եք։ Սպառնում եք չնշանակել աշխատանքի, ինչպես որ օրեր առաջ մի այդպիսի ականատես եղանք այդպիսի մի դրվագի։ Իրավական երկրում այդպիսի հայտարարություններին անմիջապես հաջորդելու էր վարույթի նախաձեռնումը։ Իսկ դուք ասում եք մենք օբյեկտիվ ենք եւ այլն։ Ձեր օբյեկտիվությունը այնուամենայնիվ միայն արտահայտվում է ցավոք։ Անդիմադիր հայացքներ ունեցող իշխանական հայացքներ ունեցող հատվածի վրա, կարծեք թե անդիմադիր հատվածի վրա ուղիղ հակառակը, բացարձակ սուբյեկտիվ վարքագիծ։ Իդեպ, պարոն Ռուբինյան, կոմունիստների հետ անդադ մեզ եք մեղադրում, որ համագործակցում ենք։ Լսեք, դուք ամեն ասու առավոտ հայտարարում եք, որ ձեր համար սովետական Հայաստանի եւ սովետական Ադրբեջանի սահմանը սրբազան սահման է եղել։ Այդ սահմանը գծողը ով է եղել։ Կոմունիստները, բոլշևիկները։ Հիմա հետևորդը դրանց ով է, դուք, թե մենք, որ ամբողջ մեր պատմության ընթացքում կոմունիստական ժամանակահատվածում հալածվել ենք կոմունիստների կողմից։ Դուք եսում եք ուզում ինչ մեղադրեք։ Դուք ինքներդ եք բերել երկիրը ժառանգելով երկու պետություն, ժառանգելով 42,000 կիլոմետր տարածքի վրա
հայկական ինքնիշխանություն, դուք այսօր բերել եք կանգնեցրել եք անգամ Հայաստանի Հանրապետությունը պետականության կորստի առաջ, մի հատ էլ մուննաթ եք գալիս։ Մի հատ էլ բերում կապում եք կոռուպցիոն երևույթների, դրսևորումների հետ, եւ պարոն Քոչարյանն էլ, Անդրանիկ Քոչարյանն էլ խոսում է ու հպարտորեն խոսում է Վազգեն Սարգսյանի որպես հպարտ անձի հետ ընկեր լինելու մասով։ Դա էր, հա։ Դա երև պարոն Քոչարյան, պատճառը, որ այսօր հպարտորեն նստացեք մի քաղաքական ուժի կազմում, որը կորցրել է Վազգեն Սարգսյանի ձեռքբերումը։ Որպես այո, դրա համար էլ հոկտեմբերի 27-ի համար դուք որպես գլխավոր շահառու համակարգող նախարարի ֆունկցիա եք ուզում ստանձնել։ Այն ժամանակ, երբ որ երջանկահիշատակ սպարապետի արյունը դեռ չէր չորացել։ Սա էր ամենայն հավանականությամբ ձեր ձգտումն ու Պարոն ցանկությունը։ Քոչարյան, մի խանգարեք։ Եվ ես այս ամբիոնից մի քանի անգամ ասել եմ եւ հիմա ուզում եմ եւս մեկ անգամ կրկնել։ Այն ինչ դուք անում եք, հանցագործություն, առերևույթ հանցագործություն, ոչ միայն ներկա, նաեւ ապագա սերունդների հանդեպ։ Այստեղ падգամավորներից մեկը, չեմ հիշում ով էր, ինձ մեղադրեց ոչ ավել ոչ բան եմ բանում, թե իբր ես դեմ եմ արտահայտվել, որ կոռուպցիոն հանցագործություններով թալանվածը հետ բերվի։ Լսեք, հասկանում եմ, որ դուք մանիպուլյացիայի վարպետ եք, խոսքերը կեղծելու, ստելու, գլխի վրա շուռ տալու վարպետներ եք, ձեր այդ իշխանական աթոռը պահելու համար ամեն մի կեղծ մեղադրանքի գնացող եք, բայց չի կարելի բացահայտ ստել, կեղծել, մարդկանց վերագրել բաներ, որ տեղի չեն ունեցել։ Ի վերջո, լավ, ժողովրդից չեք վախենում, Աստծուց վախեցեք։ Դուք խոսում եք ժողովրդավարության մասին, ժողովրդի իշխանության մասին, մի հատ էլ հատատա եք գալիս։ Լավ, այո, հունիսի 7-ը հեռու չի։ Եվ ժողովուրդը իր խոսքը պետք է ասի։ Պետք է վերջ տա այս ստին ու կեղծիկին, այս ատելությանը, որ դուք սերմանել եք, այս թաքնված կոռուպցիային, որ դուք ամեն Աստծո առավոտ գործադիրից մինչև ամենավերջին հանրային ծառայողը փորձում եք ներթափանցել այդ համակարգի մեջ։ Դուք ասում եք համակարգեր ենք ստեղծել։ Այ ձեր խոսքի, ձեր մտքի շարունակությունը հենց դա է, քանի որ ստեղծել եք, ուրեմն պիտի ծառայի ձեզ։ Սա եք դուք ասում։ Պատահական չէ, ասում է, բա այդ բիզնեսմենները ում է պետք է վճարեին։ Բա մեզ պետք է վճարեին, բա խո ձեզ չէին վճարի։ Ոտ, բոլոր 5 հոգու անուն կարամ տամ, պարոն Եղոյան, 5 հոգու, այս ամբիոնից, այտենց չի ասում, ուրիշ ծով է։ Պարոն Եղոյան, լրեք։ Իդեպ, այդ ռեպրեսիաների շրջանակում, դուք եթե մի քիչ անկեղծորեն փորձեք ձեր անունը, ձեր դեմքով հանդես չգաք, ձեզ հարյուրավոր տեղեկություններ կգա, թե ինչպես է մարդկանց ազատում աշխատանքից։ Ես հիմա անուն չեմ տա, բայց մարդուն ազատել են աշխատանքից իր հոր ընդդիմադիր հայացքների համար։ Պատգամավոր մարդու բարեկամին, որդուն ազատում են աշխատանքից, որ իր հայրը պատգամավոր է։ Եվ հակառակը։ Բազմաթիվ են դեպքերը, եւ ով որ լսում է ինձ գործադիրից, գիտի ում մասին է խոսքը։ Գիտի։ Եվ քանի որ անդադ ռեպլիկներ եք բաց թողում դալիճից, մտքից դել անդադ փորձում եք կտրել, լավ բան չի դա։ Դա լավ բան չի։ Վերջում, պարոն Նահապետյան, իսկապես անկեղծորեն չափազանց կարևոր է, հատկապես նախընտրական շրջանը, այս փուլում լինել շատ զգոն, բայց այն հայտարարությունը, որ փետրվարի 7-ին դուք կատարեցիք, քրեական օրենսգրքի 221 հոդվածի հրապարակմամբ, շատ վտանգավոր է, եթե այդ հոդվածը իրավական որոշակիության տեսակետից հստակություն չմտնի։ Այնտեղ, օրինակ, դուք, եթե այդ հոդվածը այսօր կիրառեք, այսօր կառավարության ղեկավարից մինչև շարքային ԿՊ-ական նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնեիք,
որովհետև իրենք խոստացել են ընտրողներին կոնկրետ, ընտրողներին ծառայություն կամ աշխատանք։ Սրանք այս հոդվածի պայմաններում, այս հոդվածը այդ ձևով ներկայացնելու պայմաններում սարսափելի եւ խայտառակ վիճակ է ստեղծելու։ Ուզում եմ տեղեկացնել իդեպ, որ մենք այս հոդվածի սահմանադրականության հարցով առաջիկայում դիմելու ենք սահմանադրական դատարան իրավական որոշակիության եւ հստակության մտցնելու տեսակետից։